Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդումը նվիրված է ավարտական քննություններին։ Գաղտնիք չէ, որ ավարտական քննությունները շատ ստրեսային են թե երեխաների ուսանողների համար, թե իրենց ծնողների համար։ Եկեք այսօր միասին քննարկենք, թե ինչպես կարելի է հնարավորինս թեթև անցկացնել քննական շրջանը եւ օգնել երեխաներին, որպեսզի ձերբազատվեն քննական ստրեսներից։ Ավարտական քննություններին նախապատրաստվելը հիմնականում մի քանի օր է տևում եւ շատ կարեւոր է, որպեսզի այդ օրերի ընթացքում ձեր երեխաները, անկախ նրանից դպրոցականներ են, ուսանողներ են, կարողանան պահպանել իրենց քնի ռեժիմը, ինչպես նաեւ սննդի ընդունման ռեժիմը։ Սովորաբար երեխաները քնում են շատ ավելի ուշ, երկար ժամանակ մնում են արթուն եւ դրանով իսկ խախտվում է իրենց քնի ռեժիմը։ Հետագայում նաեւ սննդի ընդունումը, սնվում են անկանոն, միգուցե օրական 1 անգամ կամ սնվում են շատ ավելի ուշ ժամերի։ Ինչպես մեր նախորդ հաղորդումներից մեկի ընթացքում արդեն անդրադարձել էինք այդ թեմային, շատ կարեւոր է, որպեսզի անկախ տարիքից քնի եւ սննդի ռեժիմները պահպանվեն։ Եվ այսպես պետք է ժամանակ սահմանել քննություններին պատրաստվելու համար։ Օրինակ, եթե ձեր երեխան սիրում է ավելի երեկոյան ժամերի պատրաստվել, այդ պատրաստվելու ընթացքում պարտադիր պետք է լինեն դադարներ։ Այսինքն մի որոշ ժամանակ ընթերցելուց կամ գրելուց հետո երեխան պարտադիր պետք է դադար վերցնի ու ցանկալի կլինի, որ այդ դադարի ընթացքում երեխան մաքուր օդ շնչի։ Եթե հնարավոր չէ կազմակերպել բացօթյա զբոսանքներ, կարելի է այդ ամենը գոնե փոխարինել օդափոխվող սենյակով։ Մի քանի րոպե կարող եք բացել պատուհանը, որպեսզի սենյակ թարմ օդ մտնի։ Երեխան կարող է մի փոքր քնել, կարող է հեռախոսով խոսել, կարող է որևէ հանգստացնող երաժշտություն լսել, կարճ ասած անել այն ամենը, ինչ իրեն այդ պահին կհանգստացնի, ինչը որ կկարողանա բարձրացնել իր տրամադրությունը։ Դուք էլ ձեր հերթին կարող եք պատրաստել համեղ ուտելիքներ, այն ուտելիքները, որոնք որ ձեր երեխան շատ է սիրում, եւ այդ ամենը տեսնելիս իր տրամադրությունը ավելի կբարձրանա։ Բայց բացի այդ, հարգելի ծնողներ, շատ կարևոր է, որպեսզի դուք չափից դուրս մեծ ուռճացված պատկերացումներ չփոխանցեք երեխային քննությունների վերաբերյալ։ Այսինքն երեխային չասեք, որ եթե նա օրինակ չընդունվի համալսարան կամ վատ գնահատականներ հանձնի, ամեն ինչը ավարտված կլինի։ Ընդհակառակը, դուք կարող եք կիսվել ձեր փորձով, ձեր երեխաներին պատմել, որ քննական շրջանը ձեզ համար եւս շատ լարված էր, որ դուք եւս շատ եք հանգստանում ցածր գնահատականներից, բայց երբ որ այդ քննական շրջանն ավարտվեց, հասկացաք, որ ամեն ինչ այդքան վատ չէր ու ճիշտ հակառակը կարողացաք հանձնել քննությունները, ընդունվել բուհ, կամ եթե անգամ ինչ-ինչ խնդիրներ առաջացան ընթացքում, դուք կարողացեք եւս մեկ անգամ հանձնել, վերապատրաստվել եւ այլն։ Այսինքն հնարավորինս թեթև ներկայացնեք ամբողջ գործընթացը։ Քանի որ հարգելի ծնողներ շատ դեպքերում կախված երեխայի առանձնահատկություններից կարող են առաջանալ բազմաթիվ ֆիզիկական խնդիրներ։ Օրինակ, չափազանց լարվածությունից երեխայի աղեստամոքսային տրակտը կարող է ոչ ճիշտ գործել, կարող է, ինչպես արդեն ասացի, խանգարվել քնի ռեժիմը, երեխայի մոտ կարող է դողերոցք լինել, սրտխփոցը ավելի ուժգին լինել եւ այդ ամենը պայմանավորված լինի նրանով, որ երեխան շատ է անհանգստանում քննություն ցածր գնահատական ստանալուց։ Երբ դուք իր հետ կզրուցեք, կբացատրեք, որ շատ կարևոր է պահպանել հանգստությունը, որ այն ինչը նա այդ պահին զգում է բնական է, որ կարող է նաև լարվածություն լինել, բոլորն են ի վերջո լարվում, չէ՞ որ այդ անորոշությունը անհանգստացնող է, բայց միևնույն ժամանակ միշտ էլ կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել, ինչ որ չափով թեթևացնել այդ հոգսը։ Օրինակ, եթե երեխան ունի կարդալու բազմաթիվ գրքեր, օգնության կարող են հասնել նաև քույրիկները, եղբայրները, հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը եւ այլն, ու միասին կարող եք պատրաստվել այդ քննություններին։ Բայց վերը նշված իհարկե չի բացառում այն, որ երեխան պետք է պարտադիր լավ սովորի իր դասերը, պատրաստվի յուրաքանչյուր դասին, որպեսզի հետագայում տարեվերջին ստիպված չլինի լրացնել այդ բացթողումները։ Կարևոր մի բան կա եւս ծնողներ ջան, որի մասին կցանկանայինք այսօր
խոսել ձեզ հետ։ Բոլոր երեխաները չէ, որ թարմ են լինում, օրինակ ցերեկվա ժամերին։ Եթե դուք ցերեկվա ժամերին կարողանում եք հեշտ յուրացնել նոր ինֆորմացիան, ավելի եռանդուն եք լինում, աշխուժ եւ ակտիվ, ձեր երեխան կարող է երեկոյան ժամերին այդ ամենն անթերի անել։ Դրա համար պետք է հաշվի առնենք նաեւ, ինչպես արդեն ասացինք, երեխայի անձի առանձնահատկությունները։ Ու եթե երեխայի համար ավելի բարենպաստ է քննություններին պատրաստվել երեկոյան ժամերին, դուք կարող եք այդ ամենը պլանավորել երեկոյան։ Կարևոր է, որպեսզի ընտանիքի անդամները եւ ձեզ հարազատ մարդիկ եւս տեղեկացված լինեն, որ երեխան նախապատրաստվում է քննություններին եւ հնարավորինս քիչ շեղեն իրեն հիմնական գործունեությունից։ Շատ լավ կլինի նաև, որ ընթացքում, ինչպես փոքրերի դեպքում, մեծերի դեպքում եւս դուք ստանձնեք դերային խաղեր իրականացնելու պարտականությունը։ Օրինակ, դուք կարող եք լինել ուսուցիչը, ում երեխան կպատմի քննական նյութը կամ նույնիսկ դասախոսը եւ ընթացքում կարող եք երեխային ուղղորդել, թե այս կամ այն հարցում որ մասում ինչպես պետք է ավելի ճիշտ ասել։ Համատեղ պատրաստվել քննություններին, դրանով իսկ մեծացնել ձեր դերը երեխայի կյանքում, ջերմացնել ընդհանուր ընտանեկան մթնոլորտը եւ ամրապնդել ձեր հուզական կապը։ Հարգելի ծնողներ, շատ կարևոր է նաև, որպեսզի դուք ընթացքում երեխային խրախուսեք, այսինքն մատնանշեք այն բոլոր կարևոր բաները, որ իր մոտ լավ է ստացվում։ Եվ եկեք անկեղծ լինենք ու ընդունենք, որ բնականաբար երեխաները բոլոր առարկաներից չեն կարող անթերի գիտելիքներ ստանալ, չեն կարող միշտ բարձր գնահատականներ ունենալ եւ այլն։ Միգուցե ձեր երեխան դժվարանում է մաթեմատիկական առաջադրանքները կատարել, բայց դրա փոխարեն նա կարողանում է շատ լավ նկարել կամ մեկ այլ առարկայի հանդեպ մեծ նախատրամադրվածություն ունի։ Դրա համար մենք պետք է մեր երեխաներին ընդունենք այնպիսին, ինչպիսին իրենք կան, ոչ թե պարտադրաբար, ստիպողաբար փորձենք սովորեցնել այն ամենը, ինչն իրենց համար անհասկանալի է եւ միգուցե նաեւ իրենց համար տխրելու, լարվելու, ավելորդ նյարդայնանալու առիթ է դառնում։ Բնականաբար պետք է որ սովորեն բոլոր առարկաները, բայց եթե նախապես չկա նախատրամադրվածություն կոնկրետ առարկայի նկատմամբ, պետք չէ երեխային բռնությամբ ստիպել, որպեսզի նա այդ առարկան անթերի սովորի, որովհետև հետագայում հավանական է, որ ձեր երեխայի մոտ կորի հետաքրքրությունը այդ առարկայի նկատմամբ ու առհասարակ ուսումնական process-ի նկատմամբ։ Երբ նկատում եք, որ երեխայի ցանկությունը մարել է, որ նա այլևս չի ցանկանում սովորել կամ իմաստ չի գտնում որևէ առարկա սովորելու համար, դուք կարող եք իրեն բացատրել, որ չկան ավելորդ որևէ առարկաներ եւ ցանկացած գիտելիք հետագայում մեզ պետք է լինելու կյանքի ընթացքում, բայց որ ամենակարևորն է, երեխան ոչ թե սովորում է կոնկրետ թվանշանի համար, այլ սովորում է նրա համար, որ այդ գիտելիքները հետագայում օգտագործի։ Դրա համար դուք կարող եք նույնիսկ հեռանկարային պատկերացումներ տալ։ Օրինակ, եթե ձեր երեխան արդեն իսկ ունի նախընտրած մասնագիտություն, դուք իրեն կարող եք բացատրել, թե որքան կարևոր է իր մասնագիտության համար այդ առարկաներին տիրապետելը։ Բնական է այս հարցում օգնության է գալիս նաև ուսուցչուհին, չէ՞ որ ուսուցչուհին կարող է երեխայի համար հեղինակություն լինել եւ շատ երեխաներ ցանկանան նմանվել իրենց դպրոցական ուսուցիչներին։ Օգնության կարող է հասնել նաև դպրոցում աշխատող մասնագետը, եթե նկատում է, որ երեխայի մոտ քննություններից առաջ ստրեսային վիճակ է, որը արդեն փոխակերպվել է նաև ֆիզիկական խնդիրների, ինչպես արդեն նշեցինք, սրտխփոցի, աղեստամոքսային տրակտի հետ կապված խանգարման եւ այլն։ Դրա համար լավ կլինի, որ դուք բացի ընտանեկան զրույցները, բացի ջերմ մթնոլորտի ապահովումը խորհրդակցեք նաեւ դպրոցում աշխատող մասնագետի հետ։ Մասնագետը եւս կօգնի, որ երեխայի ստրեսային իրավիճակն ավելի մեղմվի եւ ավելի հանգիստ կարողանա պատրաստվել քննական շրջանին։ Հարգելի հեռուստադիտող, իսկ մեր հաղորդման երկրորդ հատվածում մեզ հյուր է եկել Լիլին, ով կօգնի, որ այսօր ներկայացնենք ձեզ մի հետաքրքիր խաղ։ Ողջույն Լիլի ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Մեզ կասես դու քանի տարեկան ես։ 6։ Շատ լավ։ Դպրոց ես հաճախում։ Այո։ Շատ լավ։ Իսկ դասերից բացի ինչով ես սիրում զբաղվել։ Ներկելով։ Ներկում ես, նկարել ես սիրում։ Այո։ Լավ, իսկ դպրոցում ամենաշատը ո՞ր առարկան ես սիրում։ Մագենին։ Լավ, Լիլի ջան, դու արդեն ինչ որ չափով կարծում եմ թվերին եւ տառերին ծանոթ ես։
Այո։ Այսօր առաջարկելու եմ, որ միասին խաղանք մի հետաքրքիր խաղ թվերի հետ կապված, բայց միջև խաղին անցնելը մեր հեռուստադիտողին ցույց տանք, թե ինչ է անհրաժեշտ խաղը պատրաստելու համար։ Եվ այսպես խաղի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է մատիտ, մկրատ, գունավոր մարկերներ, ստվարաթղթի կտոր եւ A4 ֆորմատի թուղթ։ Ստվարաթղթի կտորի վրա մենք ամրացրել ենք A4 ֆորմատի թուղթը եւ դրա վրա անկանոն գրել ենք 1-ից մինչեւ 10 թվերը, բայց մեկ անգամ չենք գրել, մի քանի անգամ ենք գրել։ Եվ որպեսզի երեխաները ծանոթանան թվերին ու սովորեն տարբերակել մեկը մյուսից, մենք պետք է առաջարկենք, որ օրինակ մեր Լիլին ասի, թե ամենաշատը որ թիվն է սիրում։ Լիլի շատ լավ։ Մենք պետք է Լիլիին առաջարկենք, որ թվերի այս բազմազանության միջից փորձի գտնել 8 թիվը, բայց որպեսզի 8 թիվը կարողանանք տարբերել մյուսներից, մենք կարող ենք առաջարկել գունավոր մարկերներ, որոնցով նա կընդգծի թիվը։ Օրինակ այսպես, ես առաջին տարբերակն անեմ, հետո Լիլին կշարունակի։ Տեսեք, ես գտա առաջին 8 թիվը, եւ ես վերցրեցի դեղին գույնի մարկերը ու գունավորեցի։ Ահա այսպես։ Պետք է Լիլիին խնդրեմ, որ կարող ենք նույնիսկ շրջանակի մեջ վերցնել թիվը, որպեսզի գույները մեկը մյուսի հետ չխառնվեն։ Մենք ընտրել ենք դեղինը, բայց դուք կարող եք օգտվել ցանկացած գույնից։ Հետո արդեն հաջորդ թիվը ընտրելիս դուք կարող եք փոխել մարկերի գույնը։ Օրինակ 7 թիվը կարելի է ընդգծել կանաչով, կապույտով եւ այդպես շարունակ։ Լիլի ջան, հիմա պետք է խնդրեմ, որ այս բոլոր թվերի միջից գտնես բոլոր 8 թվերը եւ շրջանակի մեջ վերցնես դրանք, լավ։ Այս խաղը կօգնի, որպեսզի ձեր երեխաների մոտ զարգանա երևակայությունը, մանր մոտորիկան եւ ամենակարևորը ուշադրությունը, քանի որ մեր Լիլին հիմա կենտրոնացած փորձում է գտնել բոլոր 8 թվերը։ Բացի այդ, արդեն այն երեխաներն, ովքեր դեռևս թվերին լիարժեք ծանոթ չեն, աստիճանաբար կծանոթանան դրանց։ Նաև նշեմ, որ երբ երեխաների հետ միասին կկտրեք թուղթը եւ կպատրաստեք, կսոսնձեք, դա կօգնի, որպեսզի երեխաների մոտ զարգանա մանր մոտորիկան, այսպես ասած նուրբ շարժողականությունը։ Լիլի ջան, արի միասին հաշվենք, թե քանի 8 թիվ դու կարողացար գտնել։ 1, 2, 3։ Ահա, տեսեք, մեր Լիլին կարողացավ 3-8 թիվ գտնել, բայց քանի որ այստեղ կան եւս մի քանի 8 թվեր, ես պետք է խնդրեմ, որ ինքն ավելի ուշադիր նայի եւ տեսնի այլ որ հատվածներում կան։ Նկատեցիք, Լիլի ջան, շատ լավ։ Ընդգծիր դրանք եւս։ Կարծում ես վերջ, թե մի հատ էլ կա ամեն դեպքում։ Ապրես, շատ լավ։ Արդեն բոլորը գտար։ Արի միասին հաշվենք, ի վերջո քանի 8 թիվ ստացվեց։ 1, 2, 3, 4, 5։ Շատ լավ։ Կնշես եւս մի թիվ, որը որ սիրում ես, բացի 8-ը։ Որ թիվն ես սիրում։ 7։ Շատ լավ։ Արի որպեսի 7-ը եւ 8-ը տարբերենք մեկը մյուսից, 7-ն էլ արդեն ուրիշ գույնով ընդգծիր, լավ։ Հիմա փորձենք գտնել բոլոր 7 թվերը։ Իրականում բացի թվերը, դուք այս խաղը կարող եք կիրառել նաև տարբեր պատկերների միջոցով։ Օրինակ, եթե երեխան պետք է ճանաչի կենդանիներին, դուք կարող եք թվերի փոխարեն թղթի վրա փակցնել կենդանիների նկարներ եւ երեխային օգնել, որպեսզի այդ բոլոր կենդանիների բազմազանությունից օրինակ գտնի արջերին, նապաստակներին եւ այդպես շարունակ։ Այսինքն ցանկացած որևէ նոր գիտելիք երեխային փոխանցելու ընթացքում կարող եք կիրառել խաղը թվերի, տառերի, կենդանիների եւ այլնի դեպքում։ Արդեն բոլորը գտար։ Շատ լավ։ Արի միասին հաշվենք, տեսնենք քանի 7 ունենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ 7 հատ 7 պատկերացնում ես, շատ լավ, ապրես, որ ինձ օգնեցիր, հավանեցիր մեր խաղը։ Այո։ Իսկ տանը կպատրաստես։ Այո։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտող, խաղի պատրաստումը մեզնից խլեց ընդամենը 5 րոպե ժամանակ, բայց համաձայնեք, որ միասին պատրաստած, միասին խաղացած խաղերը ել ավելի լավն են լինում ու ավելի հաճելի ժամանակ են ապահովում, քան խանութից գնած որևէ խաղ։ Առավել եւս, երբ այդ խաղի պատրաստման համար առանձնապես շատ մեծ գումարներ կամ շատ մեծ առարկաներ մեզ անհրաժեշտ չէ։ Այն ինչը որ պետք էր, բոլորիս տանն էլ կա ձեռքի տակ։ Հուսով եմ հավանեցիք
այսօրվա մեր խաղը, շնորհակալություն եմ հայտնում Լիլիին ինձ այսօր օգնելու համար։ Մենք կսպասենք ձեր հաղորդագրություններին, մեկնաբանություններին եւ կարծիքներին մեր YouTube-յան ալիքի ծնողի կողքին հաղորդաշարի շրջանակներում։ Ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյան եւ Լիլին։ Կհանդիպենք։ Հարգելի հեռուստադիտող, ամփոփելով մեր այսօրվա հաղորդաշարը, ուզում ենք եւս մեկ անգամ ձեզ հիշեցնել, որ անկախ երեխայի գնահատականները, անկախ քննական շրջանի արդյունքները, միշտ հիշեք, որ երեխային պետք է սիրել անշահախնդիր, երբեք ու ոչ մի դեպքում չհամեմատել ուրիշ երեխաների հետ եւ չդարձնել ձեր սերը չափման միավոր։ Այսինքն, չասել, եթե դու սա անես, եթե դու բարձր գնահատական ստանաս, ես քեզ ավելի շատ կսիրեմ, կամ եթե սա չանես չեմ սիրի։ Հիշեք, որ միևնույն է, մենք մեր երեխաներին պետք է սիրենք այնպիսին, ինչպիսին որ իրենք կան, իրենց բնավորության գծերով, իրենց նախատրամադրվածությամբ, իրենց կրթական մակարդակով եւ այլն։ Չէ՞ որ իրենց անձի կայացումը մեծապես կախված է մեզնից, եւ եթե որևէ բան ձեր երեխայի վարքում կամ իր անձնային որակներում ձեզ դուր չի գալիս, դուք միշտ կարող եք դա շտկել։ Ու նաեւ պետք է հիշել, որ մեծապես պատասխանատվությունը դրված է մեր ուսերին։ Իհարկե դպրոցը, բուհը եւ մնացած այլ կրթօջախներ, ուսումնական հաստատություններ շատ մեծ ազդեցություն են ունենում երեխայի անձի ձևավորման վրա։ Օգնում կամ խանգարում է նաև ընկերների շրջանը, փողոցը, բակը եւ այլն, բայց հիմնական ու կարևոր գիտելիքները, անձնային որակները, էթիկայի նորմերը ու մնացյալ շատ այլ բաներ, այսինքն երեխայի հիմնական արժեհամակարգը մշտապես ձևավորվում է ընտանիքում։ Դրա համար ցանկացած մեծահասակ պետք է ուշադիր լինի եւ իր վարքի հանդեպ, եւ իր արտահայտած մտքերի հանդեպ, խոսքերի հանդեպ եւ այլն, որպեսզի վերջնական արդյունքում դուք ձեր երեխաներին կարողանաք դաստիարակել ճիշտ, իսկ իրենք էլ հետագայում այդ գիտելիքները փոխանցեն հաջորդ սերունդներին։